իշխանության այս վարքագծի առնչությամբ ինչ կարող եք ասել եւ նաեւ իրավապահների գործողության որքանով էր օրինաչափ այսօր տեղի ունեցածը ձեր աջակցի հետ կապված։ Գիտեք, մանրամասների մեջ նույնիսկ չարժի խորանալը, որովհետև ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է եւ իրենց ընդդիմախոսներին լրացնելու միջոց, որովհետև եթե անգամ իրենք որևէ հիմք ունեցել են, ես ասում եմ եթեով որևէ հիմք ունեցել են իրեն բերման ենթարկելու կամ որևէ գործ հարուցելու, ապա դա պետք է անեն նաև իրենց աջակիցների նկատմամբ, բայց մենք տեսնում ենք, որ խտրական մոտեցում են ցուցաբերում, որովհետև իրենց աջակիցները, իրենց թիմակիցները օրենքի բոլոր սահմանները անցնելով, ամենավերջին վիրավորանքները եւ օրենք խախտելու ամենավերջին այդ կետերը անելով որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, բայց փոխարենը մենք տեսնում ենք, որ օրինակ կոնկրետ Մայր Հայաստանի դեպքում նախ մեր տեխնացուների նկատմամբ ԱԱԾ-ն սկսեց գործ կարելը ու հանկարծ որոշեցին, որ պիտի փորփրեն, քուջուջանեն իրենց աշխատած տարիների գործունեությունը, մտել էին համայնքապետարան, այդ փաստաթղթերն էին սկսել քրքրելը, այն բանից հետո, երբ իրենք առաջադրվել էին որպես տեխնացուներ եւ խառնել էին քաղաքացիական պայմանագրի ու իրենց կցորդների խաղաքարտերը, որովհետեւ վաղարշաբաթի ընտրություններին մասնակցելուց առաջ իրենք ինչ արեցին քաղաքացիական պայմանագիրը, քանի որ շատ լավ գիտեին, որ կոնկրետ Էջմիածնում խայտառակ ցածր վարկանիշ ունեն եւ անհնար էր, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում հաղթեր, իրենք արհեստական կերպով Խոյ համայնքը միավորեցին, դարձրեցին Վաղարշաբաթ խոշորացված համայնք, որպիսի նաեւ Արգիշտի Մեխակյանի գործոնը օգտագործելով, այստեղ ավելի շատ իր հերոս հոր գործոնը Մեխակյանի գործոնը օգտագործելով մարդկանց խաբեն եւ Խոյ համայնքից այդ գյուղական բնակավայրերից ձայները կորզեն եւ կարողանան մեծամասնություն ձևավորել, բայց Մայր Հայաստանը խառնեց իրենց խաղաքարտերը, որովհետեւ մեր համայնքապետերը Խոյ համայնքից են, բավականին մեծ աջակցություն ունեն, սեր են վայելում, դուք էլ մեր հանդիպումների ժամանակ հաստատ տեսած կլինեք, թե իրենց ինչպես են ընդունում եւ համոզվելու համար էլ կարող եք գնաք եւ զրուցեք իրենց համագյուղացիների հետ եւ տեսնենք թե ինչ կարծիք ունեն։ Ահա իրենք այսպես կարելի է ասել, որ մուռ են հանում եւ նաեւ ուզում են իրենց շարքից, այս ընտրապայքարի շարքից հեռացնել Մայր Հայաստանին կամ որևէ կերպ վնաս տալ, ինչը բնականաբար նրանց մոտ չի հաջողվելու, որովհետեւ մենք էլ ավելի ջանքերով, էլ ավելի էնտուզիազմով մեր ընտրապայքարը շարունակելու ենք եւ հասնելու ենք վերջնական հաղթանակի։ Դուք ձեր բազմաթիվ հայտարարություններում ասում եք, որ ՔՊ-ն ըստ էության ուրացողներով է մասնակցում, նկատի ունենալով նաև ոչ միայն Արգիշտի Մեխակյանին, այլև Հանրապետության կուսակցությանը, Արգիշտի Մեխակյանը շատ է վրդովում նմանատիպ հայտարարություններից եւ նաեւ էթիկայից դուրս պահվածք է դրսևորում, ինչպես կհիմնավորեք նաև ձեր հայտարարությունները։ Քաղաքացիական պայմանագիրը, քանի որ արդեն նշեցի, որ խայտառակ ցածր վարկանիշ ունի Էջմիածնում եւ ընդհանրապես արդեն իսկ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում, իրենք մեր բնակիչներին խաբելու հերթական միջոցն էին գտել, այս ընտրություններին մասնակցում են ուրացողների դաշինքով։ Մեկը սեփական հոր ճանապարհը ուրացած Արգիշտի Մեխակյանն է, մյուսը սեփական եղբոր վաստակն ուրացած Արամ Սարգսյանն է, իր այդ մատնիչ եւ սադրիչ դրածոյով։ Գիտեք, ինչքան էլ որ Արգիշտի Մեխակյանը փորձի տարանջատվել կամ ինչպես ես արդեն նշել եմ, իր վրայից քերել Նիկոլ Փաշինյանին, միևնույն է չի կարողանալու։ Իրենք նույնիսկ խորամանկության են դիմել եւ պաստառների վրա Արգիշտի Մեխակյանի ամբողջ Վաղարշաբաթում ողողած այդ պաստառների վրա քաղաքացիական պայմանագրի այդ նշանը տարել են եւ մի փոքր անկյունում են թաքցրել, որ այո, որ որևէ կերպ չասոցացվի Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվելը դա խայտառակություն է եւ ամոթ է։ Հետևաբար ընտրողներին խաբելու միջոց են գտել, ներկայացնում են որպես հերոս հոր որդի, որպես Մեխակ Մեխակյանի որդի եւ փորձում են այդպես
քվեն գողանալ ընտրողների եւ հետո իրենց այդ կցորդների հետ դաշինք կազմելով մեծամասնություն եւ իշխանություն զավթել, բայց միևնույն է իրենց մոտ չի ստացվելու, որովհետեւ Արգիշտի Մեխակյանը ուրացել է սեփական հերոս հորը եւ որպես իր քաղաքական հայրը ընդունել Նիկոլ Փաշինյանին, նա նրա հետ հավասարապես կրում է ամբողջ նրա քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության այդ պատասխանատվությունը, նա Նիկոլ Փաշինյանի նման դարձել է եկեղեցու դեմ հարձակվող, նա Նիկոլ Փաշինյանի նման ուրացել է հայոց ցեղասպանությունը, ուրացել է ամեն ինչ եւ ընդհանրապես Արգիշտի Մեխակյանը այլևս իր նաև համագյուղացիների շրջանում ընկալվում են մեծամասնության մոտ ընկալվում է որպես ուրացող։ Հետևաբար առավել եւս Արագած գյուղի բնակիչները արդեն պետք է նոյեմբերի 16-ին գնան ընտրատեղամաս եւ ցույց տան, որ իրենք ոչ թե ուրացողի եւ դավաճանի համագյուղացի են կամ Արագածը ուրացողի գյուղ է, այլ Արագածը հերոսի գյուղ է։ Իրենք դա պետք է գնան եւ ապացուցեն, որ ունեն թասիբ եւ արժանապատվություն եւ մերժում են ուրացողների դաշինքին։ Շնորհակալ եմ։ Հիմա Արմավիր եք գնում։ Մենք հիմա նաև այսօր երկու գյուղում պետք է մեր քարոզարշավը իրականացնեինք, մի մասը կգնան այնտեղ, մի մասն էլ քարոզարշավը կշարունակեն, որովհետև այս իշխանությունների գործողությունները մեզ չեն կարող կանգնեցնել, չեն կարող վախեցնել եւ ինչպես այսպես ժողովրդական ասացված կա, շունը հաչում է, քարավանը գնում է։ Հիմա մենք գնում ենք մեր քարոզարշավն իրականացնելու։ Շնորհակալություն։